այս թիմը, այս քաղաքական թիմը արդեն ցույց է տվել, որ ինքն ունակ է ճահճից, դժվարությունից, ճգնաժամից երկիրը դուրս բերել։ Հիշեք, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստանի վարչապետ, ինչ ծանր վիճակ էր։ Նույնիսկ պետական հիմնարկներում մարդիկ աշխատավարձեր չէին ստանում, են չնչին աշխատավարձերը։ Շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնվեց կարգապահությունը եւ որևէ մաս, որևէ անձ զրկված չեղավ այդ եկամուտը ստանալուց եւ այնուհետեւ թռիչքաձև զարգացումներ ու այնուհետեւ նաեւ տնտեսության առաջընթաց, բայց որ ամենակարևորն է, Ադրբեջանը դադարեց իր հոխորտալից քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի ու Արցախի։ Նախագահ Քոչարյանի տարիներին Ադրբեջանը երբեք որևէ անգամ ռիսկ չարեց ոչ միայն ռազմական գործողություն փորձել նախաձեռնել, այլ նաև միջազգային ամբիոններում խեղճացած գլուխը կախ սպասում էր, թե ինչ վճիռ են տալուց միջազգայինները իրենց։ Մենք այս հպարտությամբ ապրել ենք, մենք կարող ենք եւ ունակ ենք նորից վերականգնել մեր ուժեղ, ամուր, հզոր պետականությունը, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հունիսի 7-ին մենք միասնաբար բոլորին է ուղերձ ուղղված Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին միասնաբար այցելենք տեղամասեր եւ քվեարկենք համար կեցեք մենք միասին շնորհակալ եմ հաղթանակ